Աջափնյակ վարչական շրջանում կորցրել ենք 10 մանկապարտեզ։ Օրինակ թիվ 207 մանկապարտեզը 2002 թվականին վաճառվել է ՅՈՒՀ-ին, չգիտեմ ճիշտ ասած ՅՈՒՀ-նովա կամ թիվ 148 մանկապարտեզը 2004 թվականին լուծարվել է եւ վաճառվել է ԱԲ-ին։ Այդ անունները հատուկ չեմ շեշտում, մնացած 10-ը նույնպես։ Ուրեմն Աղան վարչական շրջանում կորցրել են 3 մանկապարտեզ։ Օրինակ թիվ 8 մանկապարտեզը 2002 թվականի ավականու որոշմամբ մասնաշենքը նվիրատվությամբ օտարվել է եւ այդպես շարունակ թիվ 229 մանկապարտեզը նույնպես օտարվել է։ Արաբկիրում օրինակ թիվ 136 մանկապարտեզը 2000 թիվ գլխավոր ինչ-որ բժիշկ տալիս է, չգիտեմ այն ժամանակ ոնց է, ինչ-որ սանիտարական բժիշկի եսինվոր թվի որոշումով պարզվել է, որ մանկապարտեզը բարվոք վիճակում չի, վտանգավոր է երեխաների համար, տեղափոխում են թիվ 73 մանկապարտեզ, թիվ 136 մանկապարտեզը այլևս գոյություն չունի, հորդորում եմ եկեք գնանք տենանք դրա տեղի ինչա ու ումն է։ Անցնենք առաջ, Դավթաշենում կորցրել ենք 5 մանկապարտեզ։ Ուրեմն Էրեբունի 5 մանկապարտեզ եւ այսպես շարունակ Շենգավ նոր վարչական շրջանում 7 մանկապարտեզ ենք կորցրել, օրինակ թիվ 5 մանկապարտեզը 2000 թվականին դարձել է մասնավոր մանկապարտեզ։ Կարող է կապ կա ասենք, գնանք տենանք այդու մասնավոր մանկապարտեզն է, բավականին հետաքրքիր բան եմ ասում։ Եվ այսպես շարունակ, դե Նուբարաշենի մասին չեմ խոսի, Քանաքերձեյթունում 4 մանկապարտեզ են կորցրել, ծամել ենք, Շենգավիթում 9 մանկապարտեզ են կորցրել եւ Արաբկիրում եւ Կենտրոն վարչական շրջանում պատահական շատ դժվար է պարզել եւ ցանկը ձևակերպել, կարող է պարզվի պատահական ինչ-որ փաստաթղթեր են կորել։ Եւ ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ 2000 թվականից հետո ով է նշանակել դատախազին, 2000 թվականից հետո որ կուսակցությունն է իշխել եւ 2000 թվականից հետո ով եղել քաղաքապետ։ Եվ եկեք հասկանանք, այս հարցերով զբաղվել են թե չէ։ Կան ձերբակալվածներ, կան բաներ։ Կամ ասենք առաջ, ներողություն մի վարքյան։ Խոսվում է կոռուպցիայի մասին։ Քիչ առաջ լրագրողները հարցեցին այսօր Երևանի քաղաքապետարանում երկրորդ մասնաշենքում ասում են ձերբակալություններ, ասում եմ այո։ Ասում եմ, բա տեսնում եք, որ ուրեմն Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան ոնց հաստատվում, ասում ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, որովհետև 2018 թվականից ի վեր որևէ բան չի կոսկվում, ոչ մի բան չի թաքցնում եւ մենք ապրում ենք իրավական երկրում եւ այո լինելու են եւ շարունակելու են լինել։ Երևանի քաղաքապետարանում 20000-ից ավել մարդ կա եւ ներողություն այդ մարդիկ ոչ մեծ բարեկամներն են բոլորը, այդ մարդիկ մեր ու ձեր նման քաղաքացիներ են եւ կան դեռ մարդիկ, ովքեր չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել։